Աշոտ, հեռախոսը տա։ Գլուխս գնաց դենի դե արի վերցրա է։ Ինչ սարրավոտ շուտ ձենը գլուխը քցե։ Ասա, ինչ է եղել, որտեղից ես իմացել, վայմ այդ անասունը որտեղ է, դու չգիտես ինչ անես, ուղարկի, ինչքան Աստծուն մոտ, այնքան մեզ ավելի լավ, վրցանք, Ինչ է եղել։ Այդ քո վարսավիրանոցի գործերը չեն, դա պետական հարցեր են, նես որ իմ պետական հարցերի մեջ քո քիթը չմտցնես։ Երազ ես, որ իմ քիթը մտցնեմ քո հարցերի մեջ։ Աշխեն Սառային ասա թող ինձ մոտ գա։ Գիտեի, որ կզանգես չես դիմանա։ Արդեն ապուշ բաներով ես զբաղվում, ամոթա։ Ամոթը, որ քեզ են ապուշի տեղ դնում։ Ինձ ոչ մեկ չի կարա ապուշի տեղ դնի։ Դնել է էլ ոնց ա լինում։ Քո սուրբ աղջիկը պարապ չի մնում։ Գիշերները Սառայի մոտ մարդիկ են գալիս։ Իմիջիայլոց հարուստ ու կայացած մարդիկ։ Ոչ թե քեզ նման։ Ինչ ես ուզում ասես։ Ոչ մի բան էլ չեմ ուզում ասել։ Ինչ որ ուզում էի արդեն ասացի։ Ապացույցներն էլ ուղարկել եմ, նայի ինքդ համոզվի։ Ներս արի։ Հավատում ես ճակատագրին։ Չգիտեմ։ Չեմ մտածել դրա մասին։ Իսկ ես հավատում եմ։ Ոնց դա է պատճառը, որ ինձ ձգում են դեպի քեզ։ Չեմ խանգարում։ Չէ, արի։ Քնեցիր։ Ամբողջ գիշեր չկարողացա քնել։ Անդադ Սանայի մասին էի մտածում։ Լուսի։ Ճիշտն ասած զարմացա, որ հին տուն եք եկել։ Դե ուզում էինք Արսենի հարսանիքի ժամանակ ստեղ լինեինք բոլորս իրար հետ։ Բայց հետո կտեղափոխվենք։ Այս տան մեջ այնքան հիշողություն կա։ Մեր մանկությունը, ամեն ինչ այդ օրերի մասին է հիշեցնում։ Հա, այդ ժամանակն առաջ է գնում, առանց որևէ մեկնումեկից հարցնելու։ Ճիշտ ես ասում։ Ինչքան ժամանակով ես տեղ։ Մի ամսով, չնայած եթե քննություններս կարողանամ օնլայն հանձնել, երևի ավելի երկար կմնամ։ Իսկ դու։ Ես այսօր պետք է վերադառնայի։ Այսօրվա համար նույնիսկ հետադարձի տոմս ունեի։ Բա գործերդ։ Չի ասի, որ չի ուզում առանց ինձ, բայց ինչ որ է։ Արսենին էլ եմ կարոտել։
Չգիտեմ հիմա նեղացած է, որ հարսանիքին չեմ եկել։ Դա հարսանիք չէր։ Խեղկատակություն էր։ Ինչի՞։ Կխոսենք լույս, հետո կխոսենք։ Լավ։ Հացորին ու բարի ժամանակներում։ Ոնց որ հին ու լավ ժամանակները։ Լավ, գնամ Արսենին էլ տեսնեմ։ Քնած չի լինի, չէ՞։ Չեմ կարծում։ Լավ։ Սպասի։ Ինչ ես մտեսենյակ։ Բա ինչ անեի։ Պապան արթնացել է, կարող է ինչ-որ բան պետք լինի։ Էլ ինչ անեմ։ Ասենք սեղան գցի, կոֆե դիր, չայ դիր։ Հեսա բոլորը կզարթնեն։ Դու ինձ մատուցողի տեղ ես դրել։ Այս տան երկու հատ կարգավիճակ ունես։ Կարաս լինես որպես ինձ կին կամ մատուցող։ Որպես կին չես կարա ինձ լինես։ Նենց որ մնում է երկրորդ տարբերակը։ Այս էլ արդեն վարյորդ անգամ է դու ինձ ձեր տան աշխատողի տեղն ես դրել։ Չխառնես ինձ Ավեսը որ չունեմ։ երբ ապրծնելու ես դժողքը։ Դժողքը լճի սկսել։ Պապային էլ կոֆե դիր։ Ինչ արեցիք։ Ուղարկեցինք վերին Երուսաղեմ։ Բայց Արսենի տղերքը շան նման հոտնը առել են։ Արսենի տղերքը դրա տան մոտ հավաքված էին, էդ էլ քածի հետ մոթելում էր։ Հաստատ խփիկ։ Շեֆ ջան, հաստատ խփել եմ, իմ ձեռով եմ խփել դրան։ Քո ձեռի խփածները վզիս են մնում։ Դրանց հարցերը լուծի։ Չկա դիակ, չկա հանցանք։ Կանեմ։ Ախ, երբ կանես։ Այդ գյադին կարող է ուշքի է եկել։ Բերանը աչուձախ բացել է։ Այսօր անեմ։ Այսօր։ Լավ։ Մադամը ամեն ինչ բարդացավ։ Ամեն ինչ շատ բարդացավ։ Ես քո մասին միշտ դրական կարծիք եմ ունեցել։ Մտածել եմ գոնե բարոյական աղջիկ ես։ Բայց իմ կարծիքը փոխվեց, երբ որ դու Լևոնին, իմ տղամարդուն, տարար, գողացար։ Նվիրում եմ Լևոնին ձեզ։ Ես ուրիշի հակասները չեմ օգտագործում, աղջիկ ջան։ Ավելին, իմ հակասներն եմ ուրիշներին բաժանում։ Գիտես, չնայած Լևոնի նման անողնաշարին հասնում էր, ինչ անում ես, լավ ես անում, բայց ես դրա համար չեմ կանչել քեզ։ Լևոնին օգտագործեցիր, թողեցիր, հիմա լանցել ես ուրիշին։ Չեմ հասկանում ձեր ակնարկը։ Ինչ անում ես, արա, բայց ոչ ես պատերի ներսում։ Ներեցեք։ Խնդրեմ։ Դու ինձ հետ չես կարող խաղալ։ Այն ինչ որ կատարվում է այստեղ, ես ամեն ինչի մասին իմանում եմ, շատ մանրամասն։ Այստեղով անգամ մի ճանճ առանց իմ իմացության չի թռնում։ Եթե չասեն էլ, տեսախցիկներն են ասում։ Ու ոչ միայն ասում են, այլև շատ պատկերավոր ֆիքսում։ Ես քեզ թույլ չտվեցի, որ հեռանաս։ Ես երեք տնից հետևում էի, թե ինչ ես անում դու։ Ինչ գործ ունի օտար տղամարդը մտնի մանկատուն։ Դու 3 կոպիտ խախտում ես արել։ Թույլ ես տվել օտար տղամարդուն մտնել մի տարածք, որը մենք սրբորեն պահում ենք։ Երկրորդ, երեխաներին մենակ ես թողել ու նրա հետ գնացել։ Չգիտեմ, թե այնտեղ ինչերով ես զբաղվել։ Նենց որ, եթե չես ուզում քեզ խայտառակ անեմ, ուրեմն սուս ու փուս, քո կամքով, դիմումդ գրի ու դուրս արի ստեղից։ Այս քեզ թուղթ, սա էլ գրիչ։
Միամ։ Բարի լույս։ Բարի լույս։ Արթնացել է Արսենը։ Արսենը նորատուն եկել։ Նոր։ Սուրճ խմում ես։ Շատ լավ։ Բարի լույս։ Բարի լույս։ Սուրճ կխմեք։ Ինչ կա։ Ինչ արիք։ Չեմ ճոգում, էդի տուն չեկավ։ Մոթելում սպանել են։ Անասունեք դու կարա։ Բայց ես ուրիշի հետքի վրա եմ հելել։ Մի ասա հելել եմ, արա։ Աշխեն ինձ մոտ արի։ Լսում եմ։ Աշխեն թուղթ ու գրիչ բեր Սառան ազատման դիմում է գրելու։ Ու զանգիր են աղջկան, որ պետքա գար Սառային փոխարինելու։ Չես քարացել մնացել։ Արագացրու։ Վերջ։ Հուսով եմ էլ քեզ չեմ տեսնի։ Ինչ մեղու է ալի գծասերում։ Սար։ Հիմա ինչ գրելու ես դիմումդ։ Ստիպված եմ։ Հայկ, ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Այն օրը հո պրոբլեմներ չեղան։ Հա ուզում էի զանգեի, անհանգիստ էի։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Դու ասա, դու լավ ես։ Լավ եմ էլի։ Հայկ, երբ ենք ես դուրս գրելու հիվանդանոցից։ Երբ որ կարողանամ քայլել։ Էլ չեմ դիմանում։ Բան ա եղել։ Էդ նեղացրել ա քեզ, ասա։ Չէ։ Բա ինչ ա եղել, նեղված ես։ Սրանք ինձ մատուցողի տեղ են դրել։ Էլ չեմ դիմանում։ Արի փախնենք։ Ես պետքա հասկանամ ոնց եմ ստեղից դուրս գալու։ Ինձ մեկը պետքա օգնի։ Ես մի բան կմտածեմ։ Ինչ։ Այսօր գիշեր։ Այսօր գիշեր։ Ներգծած քեզ բան ունեմ ասելու։ Դու գնա, ես մի քիչ հետո կգամ, լավ արևս։ Զլացում ես։ Չէ, ուղղակի աչքս բան եմ մտել։ Բան չկա։ Դե մոտեցի փչեմ անցնի։ Նույնաբեկ։ Որ ես գտա։
ինչի ես լացում։ Ուղղակի որ քեզ գրկեցի, մի քիչ հուզվեցի։ Որ դու էլ ես գրկում ես, ես էլ քո նման հուզվում եմ։ Ինձ թվում է, որ դու իմ մաման ես։ Չէ, ինձ չի թվում։ Դու իմ մաման ես, չէ՞ արդեն։ Ինձ մենակ չես թողնի, չէ՞։ Չեմ թողնի արևս։ Երբեք չեմ թողնի քեզ։ Ես քեզ երբեք մենակ չեմ թողնի։ Ուրեմն էլ երբեք չլացես, իմ խաթր։ Լավ փոքրիկ ավազակ։ Դե վազի, ես մի քիչ հետո կգամ։ Բարի լույս, սուրճ եմ բերել։ Կտակ։ Ապրես բալես։ Ադամ։ Արսեն ջան։ Դավ ջան, ինչ կա։ Արսեն ջան հանգիստ է, կբերեմ նրան։ Հելար հետքին։ Դե պոչից կպած եմ։ Հարմար պայ եմ սպասում, որ բռնեմ վզից։ Բռնի դրա վզից։ Արման ջան, այդ թռիչքի տորը այսօր չէր։ Այսօր էր, պապ, բայց մի որոշ ժամանակով հետաձգել եմ։ Ապրես տղա ջան, ապրես։ Ինձ համար շատ կարևոր է, որ երեխեքս կողքից լինեն։ Ուրիշ ձև չել կարա լինի, պապ ջան։ Ապրես Արման ջան, շատ ապրես։ Այսօր օրն էլ եմ մռայլ։ Հա, բալես։ Մռայլա, հոգուս պես մռայլա։ Տեսնես աշխարհում երեխա կորցնելուց ծանր բան կա։ Այսօր ես գնում։ Եկեղեցի։ Դեռ շուտ է, պապ։
Գիտեմ, հալես շուտ է, բայց այդ եկեղեցում մի տեսակ հոգից թեթևանում է։ Նույնիսկ ես տան պատերը արդեն ճնշում են։ Արողությունը, որ վերջացնենք, կտեղափոխվենք, չէ՞։ Երևի, Արման ջան, երևի տեսնենք։ Ես էլ եմ գալի, արի իրար հետ կգնանք։ Չէ, բալես, դու մամայիդ հետ կգաս։ Մաման մենակ չի, պապ։ Արի քո մեքենայով էլ կգնանք։ Դե գնացինք, հա, գրնու գնացինք, ինչ ես գրնում։ Սաուլ, Վերջը հասար իզած։ բայց ինչի գրեցիր։ Ինչ անել։ Հրաժարվեիր։ Ես երեխեքին մենակ էի թողել։ Եթե տեսախցիկի ձայնագրությունները ցույց տա, ինձ կարող են որակազրկել ու դիպլոմս վերցնել։ Ինչ ես խոսում, նման բան չի կարող լինել։ Գիտես, մենակ երեխեքի մասին եմ մտածում։ Ուշ չունեմ հրաժեշտ տալու։ Բայց ինչ կեղտոտնա։ Ամեն ինչ արեց, որ իր ուզածին հասնի։ Թող Լևոնին իրան պայի։ Սա Միլենային լավ կնայես, հա։ Մի մտածի, լավ կլինի, մի մտածի։ Միլենցի։ Այսօր կմնամ հյուրանոցում։ Վաղն էլ տուն կվարձեմ, աշխատանք կգտնեմ։ Բայց ոնց ես ապրելու սա։ Ինչու են երեխաները մենակ։ Կա այստեղ դաստի արակ, թե ես հայտարարություն տամ։ Գնա։ Կարող է քեզ էլ ուղարկեմ ընկերուհուդ հետևից։ Ասա։ Տնաշեն, են տեսակ կոպիտ ես խոսում, էլ ինչ ասեմ։ Զբաղված եմ, արագացրու։ Լավ, լսի, ուզում եմ հարցնեմ, ես մենակս գնամ, թե սպասեմ քեզ։ Ինձ մի սպասի, դու գնա։ Այսինքն, Աշոտ ջան, ես մենակս գնամ, 1000 աչք նայում չեն ասես, Լալայանի տիկինը հեչ ամուսին չունի։ Իսկ Լալայանի կինը խելք ունի, որ չզանգի ամուսնուն գործից կդրի։ Ինչ ուզում ես արա։ Միշտ էլ այդպես ա եղել, հենց հերթը հասնում ա ինձ, գործերից սկսում է խեղդել քեզ։ Արդեն զայլ է ստանում։ Արևս ես էլի փողերդ պակասերը մուրդ ինձարից ես հանում, ինչի համար։ Շատ ես խոսում։ Զզվել եմ արդեն։ Քիչ ամնում վերցնեմ ու քեզ Ոնց եմ սաղիցը զզվում։
Ասա։ Ես դրսում ես։ Քեզ ինչ։ Հենց հիմա գալիս եմ մանկատուն։ Պիտի խոսանք։ Մենք ոչինչ չունենք խոսելու։ Չունենք։ Տենց ես մտածում, հա։ Կարող է խոսալու ոչ մի բան չունենք։ Բայց դու ինձ բացատրելու շատ բան ունես, Սառա։ Ես ոչ մի բան էլ պարտավոր չեմ քեզ բացատրել։ Հա։ Այդ գիշերները օտար մարդու հետ մանկատան բակում կանգնելը նորմալ է։ Տատ։ Հա, քեզ էլա կանչել։ Չէ։ Բա ինչի ես եկել։ Բան ունեմ ասելու։ Հա, բայց այսօր էջ տրամադրություն չունի։ Պատկերացրու ես էլ չունեմ։ Կասես թե ես ներս մտնեմ։ Էս ինչ թուղթ է։ Ես էլ եմ աշխատանքից դուրս գալիս։ Դեսի գժվել ես։ Հերիք արդեն։ Էս ինչ է։ Ես էլ եմ աշխատանքից դուրս գալիս։ Շատ լավ։ Կմակագրեք։ Անպայման։ Կարծում էի խելոք աղջիկ ես։ Ներեցեք։ Դու ես մանկատանն ես մեծացել։ Ու այստեղ քո տունն է, քո աշխատանքն է։ Դու ոչ միտեղ չունես գնալու։ Ու դու Սառայի խելքին մի ընկիր։ Ինքը գտել ամեկին, ումից կարող է եւ տուն պոկել, եւ մեքենա, եւ փող։ Իսկ դու ոչ ոք չունես։ Ուր ես գնալու։ Դուք ոչ սիրտ ունեք, ոչ հոգի։ Դու ունես։ Զգուշ եղիր։ Մի օր այդ ընկերուհիդ հանուն, որը այսօր պատրաստ ես կորցնել եւ աշխատանքդ, եւ գլխի տանիքը, ձեռքից այդ կտանի քո սիրած տղամարդուն, ու այդ ժամանակ ինձ կհիշես։ Ոնց ես։ Լավ եմ բժիշկ ջան։ Եթե ստեղից դուրս գամ շատ ավելի լավ կլինեմ։ Դրան հələ շատ կա։ Իսկ չի լինի ես տանը պարկեմ։ Դու բուժում ես ստանում։ Հա այդ նույն բուժումը տանը կստանամ։ Դա հնարավոր չի, որովհետև դու լուրջ վնասվածքներ ունես, քեզ լուրջ բուժում է պետք։ Հա, հասկանում եմ բժիշկ ջան, բայց այդտեղ մի տեսակ խեղդվում եմ։ Ստիպված ես մնալ։ Իսկ չի լինի գոնե պալատից դուրս գամ, թեկուզ սայլակով։ Հնարավոր է։ Որ խնդրեմ կկազմակերպես։ Կկազմակերպեմ, իսկ հիմա դու ինձ ասա տեսնեմ, ինչ գանգատներ ունես։ Ոչ մի։ Ես արդեն ասեցի ինչն է ինձ ստեղ նեղում։ Շատ լավ, ես հիմա կասեմ սայլակ կբերեն։ Թաղում արդեն սկսել է։ Մի ժամ էլ համբերեմ ու վերջ։ Verişte. Մամ, մամ։ Էլիզա, Էլիզ ջան, խնդրում եմ քեզ այդպես թույլ մի պահի։ Էլիզ։ Երեխաս։ Մամ, խնդրում եմ հանգստացի, մամ։ Անարտարա։ Դինա ավտոյի մեջ ջուր կա մեր շունդեր։ Անարտարա։ Ծնող երեխում ուրցը պտի տեսնի անարտարա։ Anahtar. Dur dur alacağız.
Ելիզա, խմի Էլիզ ջան, մի փոքր խմի։ Մամ, խնդրում եմ, մամ։ Ես լավ եմ կարաս խոսես հա Հայկ, ինչ արեցիր ընկերուս եղբայրը մեզ կօգնի։ Ես Քրիստին արդեն ասել եմ, ասեց քեզ կտանի հիվանդանոցից, բայց Արսենի մարդիկ պալատի դիմաց կանգնած են։ Պետք է անենց անես իբր տանում են քեզ պրոցեդուրայի կամ վիրահատարան չեմ իմանում, որպեսզի ուշադրությունը շեղես, որ կարողանա այդ տղան էլ քեզ այդտեղից տանի։ Հեսա ես քեզ համար SMS կանեմ։ Հասկացա, բա դու ոնց ես գալու։ Չգիտեմ, ես արդեն քաղաքից դուրս հյուրանոց եմ բրոնյա արել։ Չեմ իմանում ոնց կստացվի, կարող է այնպես լինի ես քեզանից շուտ հասնեմ այնտեղ, բայց եթե ուշանամ ոչինչ դու հասի այնտեղ ու ինձ սպասի։ Լավ։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Դինա։ Գնացինք բալես, այստեղ շատ ծանր է։ Մամ, ես Արսենի հետ եմ գալիս։ Ես էլ Արմանի հետ։